Նախ ցավով եմ արձանագրում դատախազության, դիրքորոշման, երևի թե իրավական ժխտողականության հետևողականությունը։ Անկեղծ եմ ասում, ես այն որ փաստորեն կարելի ասել Արթուր Լավրենտի Սարգսյանը ունի մի կարգավիճակ, որի մասին մենք տեղյակ չէինք, այսինքն ընդհանրապես մի նոր կարգավիճակ, դա անընդհատյա падգամավորի կարգավիճակն է, այդպես հասկանում։ Երկրորդը ստացվում է ընդհանրապես ազգային ժողովի գումարումների փոփոխությունը, դա իրավական որևէ մի նշանակություն չունի։ Իրականում հիմա ես մի քիչ տատանեցի, ինչ կապ ունի, որ 8-րդ գումարման ազգային ժողովի 9-րդ գումարման։ Ավելի, հիմա ես իհարկե ինքս այդ մասով ներկայացություն չեմ իրականացրել, բայց ուրեմն հասկանամ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինչի էր падգամավորի թեկնածու գրանցում Արթուր Սարգսյանին։ Չէ՞ որ ինքը падգամավոր էր։ Կամ Արթուր Սարգսյանը ինչի էր որպես թեկնածու փորձում քարոտ, չէ՞ որ ինքը падգամավոր է։ Այսինքն մեր գործընկերների տրամաբանությունը դրան է անգամ։ Եթե դու падգամավոր ես, ել դու падգամավորի թեկնածու չես կարող լինես։ Բայց այստեղ գալիս է մի խնդիր է բախվում բոլորիս, որ ազգային ժողովը իսկապես 5 տարով է գործում։ Եվ այդ 5 տարում սպառվելուն մոտենալով, այո, իրավահարաբերությունը ծագում է նորովին։ Արթուր Սարգսյան падգամավորի թեկնածուն 2026 թվականին եւ 2021 թվականին տարբեր իրավահարաբերություններ են։ Ես հասկանում եմ, կարող է օրինակ խորին հարգանքով, բայց դատախազության դեպքում հնարավոր է մի վարչությունից մեկ այլ վարչություն տեղափոխվելը, օրինակ որևէ մի կարգավիճակի փոփոխություն չի ենթադրում։ Բայց ազգային ժողովի падգամավորի մեկ գումարումից մեկ այլ գումարման падգամավոր լինելը ամբողջությամբ նոր կառուցվածք է ենթադրում, ամբողջությամբ։ Ելնելով այդ հանգամանքից Պատվարժան դատարան, նաև որ կրկին հիշատակվեց լիազորությունների ստանձնման ժամանակահատվածը, բոլոր դեպքերում ուզում եմ հասկանամ, մենք Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման անտեսմամբ մոտենում ենք հարցին, թե ինչպես։ Ինչի համար եմ սա ասում, որովհետև падգամավորի կարգավիճակ ձեռք բերել, լիազորություններ ստանձնել, այս հարցերը սպառվել են Վճռաբեկ դատարանի որոշման, որտեղ ասում է հուլիսի 22-ին 21 թվականի, այս հանգամանքն էլի բացահայտեմ, օգոստոսի 2-ը մշտական օր է։ Այսինքն ոնց 21-ին է օգոստոսի 2-ը եղել, տենց 26-ին է օգոստոսի 2-ը լինելու, տենց 31 թվին էլ է օգոստոսի 2-ը լինելու։ Այդ որ ասում է հուլիսի 22-ին, որ անհապաղ ազատ չի արձակվել, երկրապահիչ մասում էլ Վճռաբեկ դատարանը գտել է, որ հենց դրանով մի քանի օր անցնել էլ չեմ խոսում ամիսների մասին, խախտվել է իրավունքը Մխիթար Զաքարյանի։ Հիմա հետևաբար մենք ինչից ենք խոսում լավ չեմ պատկերացնում, որովհետև ասեմ ավելին, ակնհայտ է, որ падգամավորի կարգավիճակ ձեռք է բերել Արթուր Լավրենտի Սարգսյանը 2026 թվականի հուլիսի 21-ից, խոսքը գնում է 9-րդ գումարման ազգային ժողովի մասին։ 9-րդ գումարման ազգային ժողովը իր լիազորությունները ստանձնում է 2026 թվականի օգոստոսի 2-ին, բայց Սահմանադրական դատարանը չի ասում լիազորությունները ստանձնելու պահից պետք է ազատ արձակվի, ասում է կարգավիճակ ձեռք բերելու պահից, ոչ թե ասում է ընդհանրապես մի օր падգամավոր լինելու, այլ ասում է այդ պահին падգամավորի կարգավիճակ ձեռք բերեցիր, Արթուր Սարգսյանը նոր է ձեռք բերել կարգավիճակը։ 9-րդ գումարման ազգային ժողովի падգամավորի կարգավիճակը ձեռք է բերել կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրություն թիվ 1 հուլիսի 21-2026։ Եթե Արթուր Սարգսյանը իր 9-րդ գումարման ազգային ժողովի падգամավորի կարգավիճակը ձեռք է բերել 2021 թվականի հուլիսից, տվեք էլի այդ թուղթը իմանան, որ մարդկանց տեղեկացնենք, որ կարելի է մի անգամ ազգային ժողովի падգամավորի կարգավիճակ ձեռք բերել եւ Հավիտյանս դա ունենա։ Իդեպ չեմ մեկնաբանի այս դիտարկումը, ինչեւ է։ Պատվարժան դատարանը գտնում են, որ Արթուր Լավրենտի Սարգսյանի անձնական ազատության իրավունքը ելնելով իր падգամավորի կարգավիճակը ձեռք բերելու հանգամանքից, այն է նոր անձեռմխելիություն ձեռք բերելու հանգամանքից, նոր ազգային ժողովի գումարման падգամավոր լինելու կարգավիճակից ելնելով արդեն 2 օր է ինչ խախտվում է եւ այն ենթակա է անհապաղ վերականգնման։ Վերականգնման նպատակն էլ բացահայտեցի Պատվարժան դատարան, որովհետև ազգային ժողովի 9-րդ գումարման
աշխատանքներին մասնակցելու համար պետք է դրա նախապատրաստություն։ Հենց դրա համար է նաև Վճռաբեկ դատարանը իրավացիորեն կռահել սահմանադրական դատարանի դիրքորոշումը, որ պատգամավորի կարգավիճակ եւ լիազորությունների ստանձնում տրոհված են։ Կարգավիճակը ձեռք ես բերում այս վկայականով։ Լիազորությունները ստանձնում ես գումարման առաջին օրվանից։ Այդ դրա համար Մխիթար Զաքարյանի դեպքում հուլիսի 22-ից ազատ չարձակելը համարվել է խախտում։ Իդեպ վկայական տրամադրելու օրը կարգավիճակի կարող է փոփոխական լինել։ Կարող է լինել հուլիսի 21, կարող է լինել օրինակ 5 տարի առաջ հուլիսի 22-ն էր եւ այդպես շարունակ։ Բայց օգոստոսի 2-ը անփոփոխելի է, բայց փաստ է նաև որ կարգավիճակը մինչև լիազորությունների ստանձնումը պետք է ստանաս։ Իդեպ այնպես ինչպես լինում է նաև դատավորների դեպքում։ Դատավորի կարգավիճակը ստանում ես, լիազորությունների ստանձնումը կարող է լինել մի քանի օր անց, մինչև գործը մակագրվի օրինակ, եւ այլ եւ այլ։ Պատվարժան դատարան, խնդրում եմ անհապաղ նշված միջնորդությունը բավարարել, շնորհակալ եմ։ Արգելդատարան խնդրե ես հանրային մեղադրող Հովհաննիսյանին հրապարակեր Արտուր Սարգսյանին անձեռնամխելությունից զրկելու պատգամավորական այդ որոշում։ Նրա մեջ միանշանակ նշված է 8-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր Արտուր Սարգսյանին։ Այստեղ խոսքը գնում է 9-րդ գումարման, այսինքն չէր կարող այն ժամանակ գլխավոր դատախազը միջնորդություն բերեր եւ ասեր անձեռնամխելությունից զրկեք 8-րդ գումարման, նաև այդ տարածվելու այդ որոշումը 9-րդի կամ 10-րդի ակնկալեր, որ հետագայում կարող է նորից առաջադրվի եւ պատգամավոր դառնա։ Միանշանակ է, որ այդ որոշումը տարածվել է եւ վերաբերվել է միայն 8-րդ գումարման, իսկ այսօր խոսքը գնում է 9-րդ գումարման մասին, ուստի ընդունված որոշումը իր լիազորությունները կարող է ունենալ մինչեւ 8-րդ գումարման ժամանակահատվածը, դրանից հետո արդեն 9-րդ գումարման վրա չի կարող տարածվել։ Պատվարժան դատարան, որպես իրավական փաստարկում պաշտպանի կողմից վկայակոչվում էր Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի ՍԴՎ 1619 որոշումը եւ Մխիթար Զաքարյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2024 թվականի որոշումը։ Եթե ուշադիր լինենք երկու առիթներում այս եւ այդ վարույթների կա էական տարբերություն։ Իսկ դատական օրենսգիր սահմանադրական օրենքը պարտադիր է համարում նույնանման փաստական հանգամանքներով Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից շեղվելը հիմնավորել է։ Եթե պարոն Սարգսյանը 2021 թվականին ստանալով ազգային ժողովի պատգամավորի մանդատը եւ ստանձնելով լիազորությունները այդ պահի դրությամբ է ձեռք բերել ազգային ժողովի պատգամավորի անձեռնմխելիություն, եթե Մխիթար Զաքարյանը հենց այդ եղանակով է ձեռք բերել անձեռնմխելիություն, հենց դրան էլ վերաբերում է սահմանադրական դատարանի որոշումը։ Այսինքն այն իրավիճակներին, երբ անձը, ով չի ունեցել անձեռնմխելիության կարգավիճակ, ստանձնելով պատգամավորի լիազորությունները, ստանում է նաև անձեռնմխելիություն։ Մինչդեռ պարոն Սարգսյանի պարագայում իրավիճակը այլ է։ Նա այս պարագայում ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակը ստանձնելու պահին եւ ստանալու պահին եւ հետագայում ամսի 2-ից նաեւ լիազորությունները ստանձնելու պահից դրությամբ ունեցել է պատգամավորական անձեռնմխելիություն, որից զրկվել է ազգային ժողովի համապատասխան որոշմամբ։ Եվ հետևաբար այդ որոշումները այս իրավիճակին վերաբերելի չեն։ Ասեմ ավելին, եթե ավելի վերանանք ամեն ինչից, պարոն Սարգսյանը այս պահի դրությամբ շարունակում է լինել նաև 8-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր։ Եվ այս պահի դրությամբ պետք է օգտվել այն անձեռնմխելիությունից, որը նա ստացել էր ստանձնելով 2021 թվականին ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը եւ ստանալով անձեռնմխելիությունը։ Այդ կարգավիճակի համար ստացած անձեռնմխելիությունից նա զրկվել է ազգային ժողովի որոշմամբ։ Ուստի գտնում եմ, որ այս հիմնավորումներով եւս միջնորդությունը ենթակա է մերժման։ Ինչ վերաբերում է գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա ազգային ժողովի կայացրած որոշումը հրապարակելուն, ապա այդ որոշումը վարույթի նյութերում առկա է, թե պաշտպանը գտնում է, որ հրապարակելու անհրաժեշտություն կա, կարող է հրապարակել, այս պայդրությամբ նման անհրաժեշտություն չեմ տեսնում։ Այսքանը պատվարժան դատարան։ Հետո ես։
Ակվարժան դատարան, ճիշտ ասած, ես չէի սպասում, որ այսքան երկար քննարկում պետք է գնա այս հարցի շուրջ, որովհետև ամեն ինչ շատ պարզ է ու հասկանալի։ Մեր գործընկերները, չգիտեմ, ինչ են փորձում, ինչ-որ տարբեր տարաբնույթ մեկնաբանություններով իմ համար անհասկանալի ինչ-որ իրավիճակներ փրկել, քանի որ արդեն իսկ փաստ է, որ Արտուր Սարգսյանը հենց հիմա անօրինական է գտնվում անազատության մեջ։ Եթե տրամաբանությամբ գնանք, ուրեմն 21 թվականին Արտուր Սարգսյանի վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովում էլ իրադարձություններ տեղի ունեցել ու անձեռնմխելիության հարց քննարկվել, ու պետքա դրանից հետո ազգային ժողովում էլ պրոցեսներ չլինեին, կամ ես չեմ հասկանում 8-րդ գումարման ու 9-րդ գումարման պատգամավորության համատեղելիություն, այդ ինչ գաղափար է հիմա առաջ քաշում, ըստ էության Սահմանադրական դատարանի որոշումը չեմ կարծում, որ շատ երկար պետքա քննարկեին, այլ մենք նույնիսկ մտածում ենք, որ այս միջնորդությունը ճիշտ է, տեղին է, բայց ուշացված, որովհետև ըստ էության նաև իրենք պետք է ըստ էության այս միջնորդությունը հանդես գային հրատապ նիստ հրավիրեին, եթե ես գտնում որ նիստի կարիք էլ չկար, պետք է ուղղակի անապահ ազատ արձակվեր։ Այսքանը չեմ ցանկանում անընդհատ այս դիսկուսիայի մեջ մտնել, որտեղ ես համոզմունք ունեմ, որ անապահ պետք է ազատ արձակվի Արտուր Սարգսյանը։ Պատվարժան դատարան իրականում գործընկերս հենց անհրաժեշտ շեշտադրումները ներկայացրեց։ Մոտ տպավորություն է, որ օրինակ եթե ես հիմա բացահայտեմ մեր գործընկերներին, որ 2026 թվականի մայիսի 3-ից Արտուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ, եթե այլ քրեական վարույթ հարուցելու անհրաժեշտություն լիներ, մեր գործընկերները զարմանալու են, որ իրենք պետք է դիմեին եւ ազգային ժողով, եւ կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Օրինակ տեղեկացված եք այդ հանգամանքից, որտեղ Արտուր Լավրենտի Սարգսյանը 2026 թվականի մայիսից եղել է եւ ազգային ժողովի падգամավոր 8-րդ գումարման եւ ազգային ժողովի 9-րդ գումարման падգամավորի տեխնացու։ Падգամավորի տեխնացուն ԿԸՀ-ով անձեռնմխելիություն ստանում լրիվ նորովի։ Իսկ գործող 8-րդ գումարման падգամավորի շրջանակներում ուներ անձեռնմխելիություն։ Հիմա 8-րդ գումարման ազգային ժողովի մասին մենք չենք խոսում։ Մենք խոսում ենք 9-րդ գումարման ազգային ժողովի մասին։ Երևի գործընկերները ուղղակի ժամանակ չեն ունեցել, այս արձանագրությունը չեն ուսումնասիրել, որտեղ այս արձանագրությունը վերաբերում է 9-րդ գումարման ազգային ժողովի падգամավորների մանդատ ստանալուն։ Այն է Սահմանադրական դատարանի եզրույթով ասած, падգամավորի կարգավիճակ ձեռք բերելուն։ Այս կարգավիճակը ձեռք բերել նախկինում չես կարող ունենաս հնարավորություն։ Սա մի բան է, որ 5 տարին մեկ է լինում կամ արտահերթ կարգով է լինում։ Հիմա Սահմանադրական դատարանի որոշումը հստակ պետք է գործի այս պահին։ Պատվարժան դատարան։ Եվ ես անկեղծ եմ ասում, օրինականության, պատժի, հարկադրանքի, միջոցների նկատմամբ հսկողության շրջանակներում 21 թվականին դատախազությունն է գրություն գրել, որ Արտուր Լավրենտի Սարգսյանը ազատ արձակվի, որտեղ Արտուր Լավրենտի Սարգսյանի դատարանը վարույթ իրականացնող մարմինը արձակուրդում էր գտնվում, ու հիմա 2026 թվականին ոնց է նույն դատախազությունը կարողանում մշակել անձեռնմխելիության շարունակականության մոդել, դա արդեն չգիտենք։ Դա երևի բոլոր դեպքերում արձանագրենք որպես իրավունքի ժխտողականության համառ ճանապարհ, բայց դա իհարկե համառ ճանապարհ է, քավլիցի։ Բայց դրա համար էլ պատվարժան դատարան միջնորդությունը ոչ թե դատախազությանն ենք ներկայացնում, ձեզ ենք ներկայացնում։ Կարծում եմ դատարանի համար ակնհայտ, ասենց պարզագույն հանգամանք է այս, առավել քան բավարար եւ հստակ ներկայացված է։ Ինչ վերաբերում էր վճռապետ դատարանի նախադեպից շեղվելուն, դա անկեղծ չկարողացա ամբռնել։ Խոսքը վերաբերում է падգամավորի կարգավիճակը ձեռք ես բերում հուլիսին թե օգոստոսին։ Վճռապետ դատարանը ասել է հուլիսից է ձեռք բերում, որտեղ Մխիթար Զաքարյանը եթե 7-րդ գումարման ազգային ժողովի падգամավորը լիներ, 8-րդ գումարման падգամավոր կարող դառնալ հուլիսին 21 թվի։ Չի կարող 7-րդ գումարման ազգային ժողովի падգամավորը անընդհատությամբ շարունակի այլ գումարումներում։ Դա ժողովուրդն է որոշում։ Իդեպ էս էլ էր հետաքրքիր հանգամանք։ Դատախազության դիրքորոշումը ինչ որ իմաստով ստացվում է ժողովրդի կողմից իշխանության իրացման կոնցեպտին է նույնիսկ միջամտում, որտեղ դուք ստացվում է ժողովրդի կողմից Արտուր Սարգսյանին մանդատ տալը համարում եք ինչ-որ զուգահեռ տեղի ունեցած մի 8-րդ գումարումից տեղի ունեցող իրադարձություն։ Պատվարժան դատարան խնդրում եմ անհապաղ ազատ արձակել Արտուր Լավրենտի Սարգսյանին իր
Կրիստիանային կալան, որը ապորին ըստ սահմանադրական դատարանի որոշման Արարատի Լավրենտի Սարգսյանը պետք է լիներ 2 օր առաջ ազատության մեջ, այսքան բան։ Ճիշտ ասած, հարցը քանի որ հետաքրքիր է, փորձեմ ես էլ միանալ, հաշվի առնելով, որ որոշակի նաև հետազոտություններ ունեն այս ոլորտում կատարած։ Տեսեք, նախ եւ առաջ անհրաժեշտ է հասկանալ, թե անդերնամխելիության ինստիտուտի նպատակը որն է առհասարակ։ Անդերնամխելիության ինստիտուտի նպատակը մեկն է՝ քաղաքական նպատակներով անձին քաղաքական հետապնդումներից պաշտպանելը։ Հիմա մեղադրող կողմը այսպիսի փաստ է բերվել, որ ըստ էության այդ հարցը արդեն քննարկվել է նախորդ խորհրդանի ժամանակ եւ քանի որ որոշում կա, այդ որոշումը ուժի մեջ է, հետեւաբար այլևս քննարկելու կարիք չկա։ Բայց կա դրան հակառակ հակափաստարկը։ Երբ որ Սահմանադրական դատարանի որոշումը կայացրեց, այդ ժամանակ որևէ կարգավորում չկար ըստ էության, որ եթե նախկինում անձ անազատության մեջ է եղել, ապա ազգային ժողովի պատգամավոր դառնալու դեպքում նորից այդ հարցը պետք է քննարկվի։ Նպատակը ինչը դրվեց, հիմքը ինչը դրվեց, այն էր, որ եթե անգամ անձը ազատությունից դրվել է սովորական ոչ քաղաքական նպատակներով, ապա հետագայում հաշվի առնելով իր ազգային ժողովի պատգամավոր հանդիսանալու հանգամանքը, կարող է քաղաքական նպատակներով վերջինիս նկատմամբ ազատության զրկումը շարունակաբար շարունակվել։ Հետևաբար պետք է ազգային ժողովը նորից գնահատական տա, արդյոք այդ իրավիճակում, այդ պահի դրությամբ հետապնդում իրականացնելու կամ ազատությունը զրկելու անհրաժեշտություն կա, թե չկա։ Հիմա ենթադրենք առաջի սրանից առաջ գործող ազգային ժողովը տվել է գնահատական, որ այդ պահի դրությամբ քաղաքական հետապնդում չկա եւ իրավական պրոցեսներ են այդտեղ լինում եւ վեր։ Հիմա հարց առաջանում, արդյոք կարող է այս պահին եւս պետք է դատարանը գնահատի, թե չպետք է գնահատի։ Անդերնամխելիության հարց պետք է քննարկված լիներ, թե չէ։ Որովհետեւ եթե այն ժամանակ միգուցե եղել է որոշակի իրավական հիմքեր, ենթադրենք հիպոթետիկ, ապա արդեն իսկ այս պայդրությամբ չկան այդ հիմքերը, սակայն հաշվի առնելով անձի արդեն իսկ այս ազգային ժողովի պատգամավոր հանդիսանալու հանգամանքը, քաղաքական նպատակներով վերջինս շարունակի գտնվել անազատության մեջ։ Հետևաբար հենց այդ նպատակներից պատգամավոր անդերնամխելիության ինստիտուտի նպատակներից ելնելով Մեկ վարքյան պաշտպանդություն հետո հենց այդ նպատակներից պատգամավորի անդերնամխելիության ինստիտուտի նպատակներից ելնելով պետք է անդերնամխելիության հարցը հաղթահարվեր, որից հետո նոր կարող է գտնվել պատգամավոր ազատության մեջ կամ անազատության մեջ։ Քանի դեռ այդ հարցը չի քննարկվել, այսինքն այս պայմանությամբ ունենք նոր ազգային ժողով, չի քննարկվել անձի անազատության մեջ պահելու, այսինքն անդերնամխելիությունից զրկելու հարցը, պետք է գտնվի ազատության մեջ։ Ի վերջո անդերնամխելիության ինստիտուտը առաջացել այն ժամանակ, երբ որ Անգլիայում ինչ-որ միապետ որոշել է պատգամավորին զրկել ազատությունից ինչ-որ ճանապարհով եւ որպեսզի քվեարկությանը չմասնակցի ազգային ժողովի իրենց պարլամենտի գործընթացների չմասնակցի, ազատությունից զրկել են։ Հենց այդ ժամանակ է դրվել այդ անդերնամխելիության ինստիտուտը։ Ու նպատակը հենց դրա։ Հիմա եթե պարոն Սարգսյանը շարունակաբար մնում է անազատության մեջ, ապա այո, քաղաքական նպատակներով, միգուցե քաղաքական նպատակներով է մնում անազատության մեջ։ Դրա համար քանի դեռ անդերնամխելիության ինստիտուտը հաղթահարված չէ, այսինքն նորից չի քննարկվել պարոն Սարգսյանի անդերնամխելիության հարցը, վերջինս պետք է ազատության մեջ լինի։ Այսքան է։ Որը բան ունեք լավ լսնել։ Լրացում ունեմ, ինչպես պարոն Պողոսյանը ասաց, պետք է փորձենք նաև այդ ինստիտուտի բովանդակությունը վերհանենք, ոչ թե ձևական ընթացակարգերին հղում կատարելով փորձենք առաջ անցնել։ Առհասարակ անդերնամխելիության ինստիտուտը դա պատգամավոր ընտրված անձին տրված նարուշիլովկա չի։ Պատգամավորի անդերնամխելիության ինստիտուտը խորհրդարանի գործունեության կարևորագույն երաշխիքներից է։ Եվ դա ոչ թե անձին տրվում է, ոչ որպես առավելություն այլ քաղաքացիների նկատմամբ, այլ հատկապես փոցելի վիճակում գտնվող անձին տալիս է եւ լրացուցիչ երաշխիք, որպեսզի ժողովրդավարական պետությունում առաջնային մանդատ կրող ինստիտուտը ունենա անխոչնդոտ գործունեություն։ Մեր սահմանադրությունը դրա համար ինչ է նախատեսում։ Ասում է, եթե պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդման հիմքեր են հայտնաբերվում, ապա խորհրդարանը պետք է տա իր համաձայնությունը։ Ընդ որում այդ համաձայնությունը միարժեք իրավաբանական չի, այդպիսի համաձայնությունը իրավակ քաղաքական է։ Հնարավոր է գլխավոր դատախազը աշխարհի ամենածանրակշիռ հիմնավորումներով
դիմի խորհրդարանին, բայց խորհրդարանը կայացնի քաղաքական որոշում եւ թույլտվություն չտա պատգամավորին կալանավորել, որովհետեւ կարող է տեսնել քաղաքական հետապնդման տարեր, որովհետեւ կարող է կարևորել, որ այդ պատգամավորը պետք է մնա ազատության մեջ եւ ավելի շատ բարիք ստեղծի եւ խորհրդարանի գնահատականով հանրային ու մասնավոր շահերի հարաբերակցությունը խոսի հենց ազատության մեջ գտնվելու հանրային ավելի բարձր շահի գոյության մասին։ Մեր Սահմանադրական դատարանը մի քայլ էլ առաջ գնացել մեկնաբանելով այս ինստիտուտը եւ որոշում է կայացրել, որը պարոն Վարդևանյանը մեջ բերեց, որը վերաբերում է այն դեպքին, որ անձը ում նկատմամբ ի սկզբանե հարուցված է եղել քրեական հետապնդում, հետո է դառնում ազգային ժողովի պատգամավոր։ Եթե մենք խորանանք Սահմանադրական դատարանի որոշման տրամաբանության մեջ ու նաեւ հանրային մեղադրողների այսօրվա դիրքորոշման կոնտեքստում հարցին նայենք, հետեւյալ հարցադրումը պետք է անենք։ Երբ որ անձը պատգամավոր չէր եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց, գործում է այն կանխավարկածը, որ այդ հետապնդումը օրինական է, որ հասել է ինչ-որտեղ։ Հետևաբար օրինական քրեական հետապնդման համար լրացուցիչ անգամ գնալ խորհրդարան պատգամավորի անձեռնմխելիությունը ախտարելու տրամաբանություն առաջին հայացքից չի առաջանում։ Որովհետեւ եթե մենք խոսում ենք այն դրվագի մասին, որ անձը քրեական հետապնդման ենթարկվեց ու դեռ ոչ մեկ չգիտի, նույնիսկ այդ անձն էլ կարող է չգիտի, որ ինքը կես տարուց կամ մի տարուց դառնալու է պատգամավոր, խնդիրը որն է, նրա նկատմամբ կա քրեական հետապնդում, որը դատական կարգով գուցե բողոքարկվել է եւ մնացել է օրինական ուժի մեջ։ Բայց Սահմանադրական դատարանն ասում է, երբ որ անձը մտնում է խորհրդարան, այդ խորհրդարանը ինքը պետք է որոշի, ինքը թույլ տալիս է, որ իր պատգամավորը շարունակի գտնվել անազատության պայմաններում, թե ոչ։ Նույն տրամաբանությունը գործում է այս պարագայում նույնպես։ Այս խորհրդարանը, որը ձևավորված է, ինքը պետք է որոշի, ինքը գտնում է անհրաժեշտ, որ Արտուր Սարգսյանը շարունակի անազատության մեջ գտնվել, թե ոչ։ Հակառակ պարագայում մենք գործ ունենք մի վիճակի հետ, որ պատգամավորի կարգավիճակը բացառացնում անձի դրությունը։ Այսինքն եթե մենք ունենանք սովորական անձով պատգամավորի կարգավիճակ չունի, այս իրավիճակում ավելի ախտոնյալ պայմաններից կօգտվել, քան այն անձով, որ ունի պատգամավորի կարգավիճակ, որովհետև էլի ասեմ, ենթադրվում է, որ նախորդող գործընթացները եղել են օրինական։ Հիմա դատախազության դիրքորոշումն է նա, որ արդեն իսկ Արտուր Սարգսյանի մի անգամ իրավական ընթացակարգ իրավետ գործիքներով քրեական հետապնդումը հարուցվել է, երկու փուլով տարբերակով, այսինքն սկզբից ազգային ժողովն է հավանությունը տվել, այնուհետև քրեական հետապնդումը հարուցվել եւ խափանման միջոցակ կիրառվել, եւ այդ գործընթացը եղել է իբրև թե օրինական։ Մի կողմ թողենք մեր ամբողջ դատավարության դիրքորոշումը, որ այս գործը քաղաքական հետապնդումների մասին է։ Բայց այդ պարագայում մենք համեմատական ենք տանում այն դեպքին, որ անձը չունի պատգամավորի կարգավիճակով եւ կանխավարկածով օրինական քրեական հետապնդման է ենթարկվում։ Այս երկու սուբյեկտները ունեն նույն կարգավիճակը։ Եվ այստեղ խնդիրը ոչ թե քրեադատավարական ձևական ընթացակարգերի մասին է, այլ քրեական դատավարությունից ավելի ուժեղ ինստիտուտի վերաբերյալ է, սահմանադրության վերաբերյալ է եւ խորհրդարանի գործունեության երաշխիքների մասին է։ Հետևաբար յուրաքանչյուր դեպքում յուրաքանչյուր խորհրդարան ձևավորվելուց կլինի կամ պատգամավորը նոր կընտրվի կամ մանդատներից ինչ-որ մեկի հրաժարվելու պարագայում նոր մանդատ կստանա, այդ խորհրդարանը ինքն է որոշում իր պատգամավորը պետք է լինի ազատազրկված թե ոչ։ Ոստի ես գտնում եմ, որ պարոն Վարդևանյանի միջնորդությունը խիստ հիմնավոր է եւ Արտուր Սարգսյանի յուրաքանչյուրով ազատության սահմանափակումը հակասում է ինչպես քրեական դատավարության շահերին, այնպես էլ ուղղակիորեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։